Ապրիլի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4701 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 165 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 176 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 114 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 30, ճամրակապված վարելու 623, առանց մանկական նստատեղի քարսիթի 32, վարելու ընթացքում ծխելու 527, վարելիս հեռախոսից օգտվելու 247, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 193 եւ 1871 այլ իրավախախտում, 116 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 144-ը տեխնիկական զննություն չանցած, 66-ը լուսարձակների անսարքությամբ, 56-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 70 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15075 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 250 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ սթափ 217 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 386, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 2 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 76, ճամրակապված վարելու 3667, առանց մանկական նստատեղի քարսիթի 357, վարելու ընթացքում ծխելու 633, վարելիս հեռախոսից օգտվելու 767, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 65, արագության գերազանցման 2545 եւ 4832 այլ իրավախախտում, 262 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 737-ը տեխնիկական զննություն չանցած, 459-ը լուսարձակների անսարքությամբ, 142-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 7 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 63 անձ։